Ամառային շերտավոր ճաշ եմ պատրաստում, այն էլ իմ հարազատ գյուղում։ Նախ լավ լվանում եմ հավը, գնում եմ բոստան, 2 գլուխ սոխ եմ քաղում եւ ես չէի պատկերացնի, որ գյուղի սոխը այդքան համեղ կլինի եւ կտարբերվի խանութի սոխից։ Լվանում ենք մնացած բանջարեղենը, կեղևազատում եւ իհարկե կտրատում ենք։ Սոխը կկտրատենք կիսալուսնաձև, մնացած բանջարեղենը կլոր եւ նշեմ, որ այս հոլովակի ընթացքում ոչ մի տնական հավ չի տուժել։ Հավաքում ենք մեր ճաշը։ Առաջի շերտը կլինի սոխը, հետո կարտոֆիլը, հավի միսը, սմբուկը, այնուհետև լոլիկը եւ այս ընթացքում դուք բաժանորդագրվում եք իմ էջին, որ ոչ մի համեղ բաղադրատոմս բաց չթողնեք։ Վերջում կշարեմ տեղական հայկական պղպեղը քաղցր, ջուր ենք լցնում տնական յուղ, թողում ենք որ եփվի։ Գնում եմ կրկին բոստան, հավաքում եմ համեմ, սամիտ, կանաչ սոխ, լվանում ենք բնականաբար, կտրատում, հետո կծու պղպեղ եմ կտրատում, բայց այս ամենը չեմ ավելացնել ընդհանուր ճաշին, այլ ով ցանկանում է ինքն էլ կավելացնի։ Մի խոսքով պահպանեք, որ դուք էլ պատրաստեք եւ չմոռանաք սրտի կելբարյա խորժ